ցավոք սրտի արդեն մեր երկիրը այնպիսի ժողովրդավարության այնպիսի աստիճանի ներքև հա դեպի բացասական նշանով այնպիսի աստիճանի է հասել, որ նույնիսկ քաղաքացիական այդ ակտիվ մարդը, քաղաքապես ակտիվ մարդը կարող է չհիշել, թե ինչքան քաղբանտարկյալ ունենք։ Ես ինքս ինձ բռնացնում եմ երբեմն հետընտրական շրջանում այն մտքի վրա, որ գրում են, որ ինչ-որ մեկը քաղբանտարկյալներից կալանքից ազատվել է, իսկ ես նույնիսկ բաց եմ թողել այն մասը, որ նրան արդեն կալանքի են տարել։ Ցավոք սրտի այսպիսի իրավիճակ է, երբ ամբողջ 20 թվականից գուցե սկսած գուցե ավելի վաղ, բայց 20 թվականից սկսած ավելի ակնհայտ, ամբողջ պետական համակարգը գնալով էլ ավելի շատ օգտագործվում է որպես քաղաքական մահակ։ Եվ այդ թվում առաջին հերթին հենց դատաիրավական համակարգը, ազատազրկումը, կալանքը որպես քաղաքական խոսքի համար, քաղաքական ընդդիմախոսության համար, որպես պատիժ է օգտագործվում։ Տասնյակ քաղբանտարկյալներ ունենք։ Հիշեցնեմ, որ Ավետիք Չալաբյանը երկրորդ անգամ է այս կարգավիճակում հայտնվում քաղբանտարկյալի 2022 թվականին առաջին անգամ եւ հիմա այս ամառվանից երկրորդ անգամ եւ ելի ունենք ակտիվիստներ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, ովքեր երկու անգամ քաղաքական առնվազն երկու անգամ քաղաքական հետապնդումների են ենթարկվում եւ նստում են մեղադրյալի աթոռին։ Հիմա հասել ենք այնպիսի իրավիճակի, որ ոչ միայն քաղաքական գործիչները, հա, օրվա իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներն են հետապնդվում, այլ սովորական քաղաքացիները, ովքեր կարող են իրենց ոչ հաճելի ինչ-որ մեկնաբանություն գրել սոցիալական հարթակներում։ Այսինքն վախի մթնոլորտ է ստեղծվում, վախի այդ ամբողջ մթնոլորտն օգտագործվում է հասարակ քաղաքացիներից մինչև քաղաքական գործիչներ լռեցնելու համար։ Հասարակ օրինակ բերեմ, ամիսներ առաջ հիշում եք Արցախցի կնոջը կանչել էին Դիլիջանում հարցաքննության իր գրած մեկնաբանության համար։ Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նաև սոցիալական հարթակներում կան հազարավոր ատելության խոսք, վիրավորանք, ուղղորդված ակտիվիստների կողմից իշխանական եւ այս դեպքերում քրեական գործեր գրեթե չեն հարուցվում եւ իրավապահ համակարգը չգիտես ինչու շակերտավոր չգիտես ինչու, այս դեպքում ուշադրություն չի դարձնում եւ ունենք նաեւ այն ակնհայտ հիմա էլ ուրիշ օրինակ վերեմ պետական այդ համակարգի օգտագործման ընդդեմ ընդդիմախոսների, տեսանք ինչպես են վարժական հավաքները մի քանի անգամ արդեն օգտագործել որպես սպառնալիք իրենց իշխանությանը դեմ խոսողների գնացողների ընտրությունների ժամանակ վերջին անգամ տեսանք դիմադրության շարժման ժամանակ տեսանք երբ ասում էին ֆիքսեք մարդկանց դեմքերը եւ ովքեր մասնակցում են հավաքների որպեսզի տանեք վարժական հավաքների, այսինքն քաղաքական հայացքով պայմանավորված խտրական դրսևորում, էլի եւս մեկ օրինակ։ Այստեղ պետք է նաև առանձին անդրադառնանք կալանքի կիրառությանը։ Տեսնում ենք, որ կալանքը շատ ակնհայտ տարբեր հանցագործությունների դեպքում չի կիրառվում, իսկ քաղաքական խոսքի զսպման համար կիրառվում է կալանք։ Կալանքը այն ամենավերջին, ամենաուժեղ սահմանափակումն է, որը պետք է կիրառվի շատ, չգիտեմ, վտանգավոր հանցագործների դեպքում, այն դեպքերում, որ մարդու կալանքին չգտնվելը կարող է խոչընդոտել գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ սա հենց կիրառվում է որպես քաղաքական պատիժ, հա, կալանքը։ Եվ այն, որ մենք պարբերաբար ունենում ենք այս գործերով, այս քաղաքական հետապնդումների գործերով արդարացումներ, ոչ մի կերպ իրավական համակարգը դրանից վատ չի զգում։ Հիմա բերենք լրագրողներ Վազգենի եւ Նարեկի օրինակը, որոնց դեպքում առաջին դեպքում արդեն արդարացում ունեն, բայց մարդիկ ամիսներ շարունակ կալանք են կրել եւ հիմա արդեն երկրորդ, այսպես ասած, պտույտով են մեղադրվում։ Եվ այդպես, գիտեք, շատ կարևոր է այս դեպքում չունենալ եւ նաեւ Չալաբյանի, Ավետիք Չալաբյանի դեպքում գիտենք, որ նախորդ գործը վերաքննիչ դատարանը բեկանել է, բայց արդեն Ավետիք Չալաբյանը բախտավորներից է, որ հասցրել է երկրորդ անգամ դառնալ քաղբանտարկյալ երկրորդ գործով եւ այստեղ կարեւոր է, որ քաղբանտարկյալների այս քաղաքական հետապնդումների գործով ունենանք միասնական ճիշտ դիրքորոշում։ Այս դեպքում չպիտի լինեն իմ ձեր մեկ այլ մարդու քաղբանտարկյալ։ Մեր երկրի քաղբանտարկյալները յուրաքանչյուրիս քաղբանտարկյալն է, յուրաքանչյուրիս մտերիմն է։
որովհետև այն ինչ կատարվում է մեր երկրում, սպառնում է յուրաքանչյուրին առանց բացառության։ Եվ կարևոր է, ուզում եմ, որ մեր խոսքը հասանելի դարձնելը, միջազգային հարթակներում հասանելի դարձնելը ոչ մի կերպ չթերագնահատվի։ Միջազգային հանրությունը դանդաղ է արձագանքում, այո, շատ հաճախ չի արձագանքում, բայց պետք է հնարավորինս փաստարկված ներկայացվի իրավիճակը եւ համոզված եղեք, որ ուզեն թե չուզեն, մի этаպում որոշ կազմակերպություններ ստիպված են լինելու արձագանքել եւ դա ունենալու է իր հետևանքները։ Այստեղ նորից հիշեցնեմ Ավետիք Չալաբյանի առաջին գործով, երբ որ եղավ միջազգային տարբեր կազմակերպությունների արձագանքը եւ սա ֆիքսվեց, արձանագրվեց որպես մարդու իրավունքների դեմ խախտում, որպես ոչ օրինաչափ պատիժ եւ այլն, ունենք նույնը լրագրողների դեպքում, երբ արձանագրեցին, որ Հայաստանում առաջին անգամ կան լրագրող քաղբանտարկյալներ եւ այսպես տարբեր դեպքերում միասնական աշխատանքը, ճիշտ գնահատական տալը, չխուսափելը, ճշմարտությունը բարձրաձայնելուց չխուսափելը տալիս է իր արդյունքները։ Ես ինքս իմ օրինակով ասեմ, ես փորձում եմ բոլոր այն դեպքերում, երբ որ տեսնում եմ, որ քաղաքական հետապնդում կա, արձագանքել։ Նույնիսկ երբ որ դա վերաբերում է այն մարդկանց, ում քաղաքական հայացքների, արտահայտած մտքերին ես ամբողջությամբ դեմ եմ։ Դա չի դադարում այդ մարդկանց դարձնել քաղբանտարկյալ, որովհետև ակնհայտ է, որ այդ մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար։ Եվ այս դեպքում կարևոր է միասնական ֆրոնտ ունենալ, պայքարել քաղբանտարկյալների ազատության համար, Ավետիք Չալաբյանի համար, լրագրողների Վազգենի Նարեկի համար, Արտուր Սարգսյանի համար, սրբազան գործով անցնող մյուս քաղհետապնդվողների համար, Արա Նախշքարյանի համար, Արմեն Աշոտյանի համար, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին մոռացել եմ, ցավոք սրտի, այնպիսի վիճակում ենք հայտնվել, այնքան շատ ունենք քաղբանտարկյալներ, որ ստիպված չենք կարողանում հիշել բոլորի անունները եւ յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքում այս մարդիկ կարող են օր առաջ ազատվել եւ միանալ այս անարդարության եւ ժողովրդավարության անկման դեմ պայքարին։ Շնորհակալություն։